Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, Երևանը 4 հայ գերու վերադարձի դիմաց չէ Սիրիային փոխանցել Հայաստանում ՑՄԱ ազատազրկման դատապարտված սիրիացի 2 վարձկաններին՝ Յուսեֆ Ալաբեդ Ալ-Հաջիին և Մուհրաբ Մուհամմադ Ալ-Շխերիին հայկական կողմը 44-օրյա պատերազմի ընթացքում էր գերեվարել։ Նրանք 3 Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին։ Այդ երկու իրադարձությունները իրար հետ կապ չունեն։ Մենք ուզում ենք եւ աշխատում ենք նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ եւ այդ թվում մենք հույս ունենք, որ այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, այդ թվում Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը ավելի նպաստավոր կդարձնի։ Թե ինչու հայ գերիների ու սիրիացի վարձկանների վերադարձի մասին հայտարարվեց նույն օրը, գրեթե նույն ժամին, վարչապետը չբացատրեց։ Ավելի վաղ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էր պնդել, թե հայ գերիներին փոխանակելու են սիրիացի վարձկանների հետ։ 3-4 գերիները Դավիթ Դավթյանը, Գևորգ Սուջյանը, Վագիվ Խաչատրյանը եւ Վիգեն Էուլջեքյանը Լաչինի Հակարիի կամրջով տեղափոխվեցին Հայաստան։ Նրանք Երևանում անցել են բժշկական զննություն։ Դավիթ Դավթյանի, Վիգեն Էուլջեքյանի ու Գևորգ Սուջյանի առողջական վիճակը ըստ առողջապահության նախարարության բավարար է։ Գերատեսչությունից հայտնում են, որ 4-ից միայն 70-ամյա Վագիվ Խաչատրյանն է այս պահին բժշկական կենտրոնում։ Խաչատրյանը 3 տեղափոխվել էր Երևանի Նորք Մարաշ բժշկական կենտրոն։ 2023-ին Խաչատրյանը շրջափակված Արցախից Երևան վիրահատության էր գալիս Կարմիր խաչի մեքենայով, երբ ադրբեջանցի ուժայինները կանգնեցրել էին մեքենան ու նրան գերեվարել։ Հայաստան տեղափոխված 4 մեր հայրենակիցներից 3-ը անցել են համապատասխան հետազոտություններով եւ առողջական վիճակը գնահատվել է բավարար, չեն հոսպիտալացվել։ Վագիվ Խաչատրյանը շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ, երեկվանից սկսած անցնում է անհրաժեշտ բոլոր հետազոտություններով, ստանում է համապատասխան իրավիճակին համապատասխան բուժօգնություն, մանրամասներ բժշկական գաղտնիքից ելնելով այս պահին չեմ կարող տրամադրել։ Ազատության տեղեկություններով գերիներից 2-ը Վիգեն Էուլջեքյանն ու Դավիթ Դավթյանն այսօր զինվորական քննչական գլխավոր վարչությունում էին հարցաքննության։ Արդյոք առավոտից մեկնարկած հարցաքննությունն ավարտվել է թե ոչ, քննչական կոմիտեից չեն մանրամասնում, զերծ մնալով որևէ մեկնաբանությունից։ Մինչդեռ Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանն այսօր դուրս գալով զինվորական քննչական գլխավոր վարչության շենքից հայտնեց, որ հանդիպել է Վիգեն Էուլջեքյանին։ Առողջական խնդիր ունի, մեջքի դիսկի խնդրեմ ունի եւ վիզն էլ էսպես ֆիքսատորի մեջ է։ Այսօր ունի առողջական խնդիր ունի, դա երևի այդպես հետագայում վիրահատվելու անհրաժեշտություն կունենա, բայց տրամադրությունը լավ է, ուրախ է, երջանիկ է, որ Հայաստանում է, ուզում է մնալ Հայաստանում, որը շատ կարևոր է։ Շարունակում է, բայց գիտեք հարցաքննություն ասելը մի քիչ տենց լայն երևույթ է, որովհետև ես էի հանդիպում, մարդու իրավունքների պաշտպանն է հանդիպում եւ այլն, այսինքն այդ քննչական մասը իմ կարծիքով ավարտված է, ինչքան որ ես հասկացա, դեռ առողջականը կա։ Վիգենի կինը Լինդա Իմանը Բեյրութից այսօր առավոտ էր ժամանել Երևան։ Նա օդակայանում շփոթված ու հուզված էր, անհամբեր սպասում էր ամուսնու հետ հանդիպմանը։ Ուզում է տեսնել Վիգենին, այս ամենակարևորն է այս բանը, ասում է։ Հետո մնացյալի մասին անպայման ցեզ դերեկացել։ Երեխաները ինչ էմոցիաներ ունեին։ Շուրը դեպալու էր։ Որ իմացան։ Չափազանց ուրախ են եւ չեն հավատում, որ այս իրականություն։ Have you been believing that he will come back when he said his son to wait him for his wedding? Yes. But we can believe him. Երբ որ Վիգենը Լիբանան լինի, այդ ամուսնությունը բսակաթությունը դեպի դնա։ Լինդան ու Վիգենը հանդիպեցին ավելի ուշ, դա պարզ դարձավ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի տարածած տեսանյութից, որում հուզված ու կարկամած ամուսինները գրկախառնված էին ավելի քան 5 տարվա բաժանումից հետո։ Մյուս գերիների հարազատներն էլ են արդեն տեսակցել իրենց հարազատներին։ Գևորգ Սուջյանի կինը Facebook-ում գրել է. Շնորհակալ եմ Տեր այս խաղաղ օրվա համար, շնորհակալ եմ այս օրհնության համար, որ պարգևեցիր ինձ եւ լսեցիր մեր աղոթքները։ Վագիվ Խաչատրյանի դուստրը Վերա Խաչատրյանն էլ է գրել.
Ուզում եմ տեղեկացնել, որ հայրիկիս առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար։ Նա եւս իր խորին շնորհակալությունն ու ջերմ բարևներն է փոխանցում ձեզ բոլորիդ։ Գերիների հարազատներն առայժմ խուսափում են լրագրողների հետ շփվել։